Մի փոքրիկ հիշեցում թուրքերի հետ խաղաղություն երազողների խաղաղությունից առաջ։ Ջուղան մեծ հայկական միջնադարյան քաղաք է ներկայումս Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։ Հայկական Ջուղա քաղաքում է գտնվել հայկական մշակութային ամենամեծ համալիրներից մեկը Ջուղայի գերեզմանատունը։ Ըստ տարբեր թվականների հաշվարկների այստեղ եղել են մոտ 10,000 բարձրաժեք խաչքարեր եւ տապանաքարեր։ Դրանցից ամենահները թվագրվում են 7-րդ դարով, այն եղել է աշխարհում խաչքարերով կազմված ամենամեծ գերեզմանոցը։ Քաղաքը Ադրբեջանի կազմում հայտնվելուց հետո գերեզմանոցը վտանգվեց։ Քաղաքի նոր տերերը սկսեցին աշխարհին համոզել, որ գերեզմանատունը ալբանական է։ Դա իհարկե այնքան ծիծաղելի էր, որ նրանք որոշեցին պարզապես ոչնչացնել գերեզմանատունը։ 1928-ից 1929 թվականների տվյալներով գերեզմանատանը մնացել էին մինչև 3000 խաչքարեր եւ մի քանի տապանաքար։ Գերեզմանատան կազմակերպված ոչնչացման գործընթացը սկսվեց 1920-ական թվականներից։ Գերեզմանատան ոչնչացման վերջակետը արդեն 2005 թվականն էր։ Ադրբեջանի կառավարության հրամանով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ ամբողջությամբ ոչնչացվեց բազմադարյա հազարավոր խաչքարերով հարուստ գերեզմանոցը։ Իրանի սահմանից նկարահանվել է, թե ինչպես է ոչնչացվում, ապա բեռնատարներով առանց հետ է լցվում համաշխարհային արժեք ունեցող բազմադարյան մշակույթը։ Այս ամենը կատարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ եւ նրա իմացությամբ։ Հետագայում տարածքը բետոնապատվեց եւ վերածվեց զինվորական հրաձգարանի։